Տաշիրի քաղաքային այգու, կենտրոնական զբոսայգու եւ հրապարակի հիմնանորոգումը Կարապետյանների հերթական նվերն էր տաշիրցիներին։ Մշակույթի պալատներ, մանկաբարձներ, դպրոցներ, այսպիսի այգիներ, եկեղեցիներ, մատուրներ, էլ որն ասեմ, դուք գիտեք, հիվանդանոցներ, ծննդատներ, Հայաստանի ողջ տարածքով մեկ Կարապետյան տոհմի հետքերն ենք մենք տեսնում։ Դարձյալ ազգային ժողովի նախկին падգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ եւ հետեւողականությամբ ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբ դեռ 2017-ից 19 թվականներին հիմնովին նորոգվել է հրապարակն ամբողջությամբ, հարակից տարածքով։ Ստեղծվել է 4 կանաչ գոտի, միջոցառումների անցկացման համար հատուկ հարթակ։ Հիմնանորոգվել է նաև հրապարակից դեպի Մայրուղի իջնող փողոցը։ Լուսավորվել, ասֆալտապատվել ու սալիկապատվել է քաղաքի կենտրոնական հատվածն ամբողջությամբ։ Տաշիր քաղաքի հիմնական զարգացման, կառուցապատման, բարենորոգման աշխատանքների հիմքում Տաշիր հիմնադրամի եւ Կարեն Կարապետյանի աջակցությունն է եւ ցանկացած խնդիր ես խոսքիս մեջ ասացի, որ միանգամից դիտարկում են որպես սեփական խնդիր եւ ձեռնամուխ են լինում այդ խնդրի լուծմանը։ Եվ Կարապետյանի շնորհիվ է, որ այսօր մեր Տաշիրը բուրըն զարգացում է։ Տաշիրի քաղաքային այգին վերակառուցվել է 2 փուլով։ Նախ այգու հիմնական հատվածը, ապա այգու հարակից անբարեկարգ հատվածը վերակառուցվեց եւ դարձավ այգու շարունակություն։ Մոտակայքում ենք ապրում, ամեն երեկո էլ դուրս են գալիս, ման են գալիս, վայելում ենք, շատ հաճելի է։ Մեր տոնն է, մեր ուրախությունն է, մեր քաղաքն է։ Մենք պետք է սիրենք, հարգենք, մաքուր պահենք մեր քաղաքը։ Ես ուզում եմ մեր մանուկներն ունենան ամեն ինչ անհոգ մանկության համար, ասում էր երջանկահիշատակ Սարգիս Կարապետյանը, եւ հիշում ու հիշեցնում ամենայն հայոց բանաստեղծի հայտնի տողերը, որոնցով հորդորել է առաջնորդվել որդիներին։ Երնենք նրան, ով իր գործով կաբրի անվերջ անդադար։ Ես ցանկանում եմ, որ ցեկտեն յուրաքանչյուրը իր ներդրումը տնի եւ Տաշիրի եւ մյուս քաղաքների գյուղերի բարգավաճմանը։ Դա կլինի ձեր սրբազան պարտքը հանուն մեր ժողովրդի։ Կարապետյանները ոչինչ չեն խնայել, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր քաղաքի ու մարզի համար։ Նրանց բարեգործություններն անհաշիվ են, ասում են տաշիրցիներն ու միջոցառմանը ներկա հարակից գյուղերի բնակիչները։ Տաշիրի ժողովուրդը շատ ուրախ են, մենք իրա ցավն էլ տանենք, այս կրիզիսն էլ մեր քաղաքի վրա չազդեց, որովհետև մենք ունենք Կարապետյաններ։ Քաղաքապետի խոսքով Տաշիրը համարվում է ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը։ Կարապետյանների հետևողականության շնորհիվ զարգացումը վերաբերում է ոչ միայն քաղաքի արտաքին տեսքին, այլ նաև աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսության ակտիվացմանը։